Պարոն Եղազարյան, բարև ձեզ։ Տեսակ հայտարարակ ընտրախախտումներով զինվորների ներգրավվածությամբ ընտրություններ էին անցկացնում։ Այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, գիտեք, որ փորձում են նաև ձայները գողանալ ԲՀԿ-ի, եթե Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ էր իր հաղթանակում, ապա ինչու է դիմում այս ռեպրեսիաներին, օրինակ ձերբակալություններ, կալանավորումներ, ընտրություններից առաջ, ընտրությունների օրը, ընտրության հաջորդող օրերին, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այսպիսի խայտառակ ընտրություններ այս 35 տարվա մեջ չի եղել երբեք։ Սա պարզապես խայտառակություն էր։ Նա հասկանում էր, որ հայ ազգը, ազգասելով ես նկատի ունեմ ժողովրդի այն մասը, որը իր ձայները պատրաստ էր տալ ընդդիմությանը եւ տվեց ընդդիմությանը, դա ազգի էլիտան է։ Խոսքս չի վերաբերվում են բնակչությանը, որոնց մեջ հոգուատելությունը այնքան շատ է, որ անուղելի է։ Դա արդեն անուղելի է, դա հիվանդություն է։ Վերադառնանք այն հարցին, թե ինչի համար էր այդ ռեպրեսիաները ու այդ բռնությունները, որովհետև ինքը լավ գիտի, որ ինքը պարտված է։ Ինքը չի հաղթել։ Ինքը արեց ամեն ինչ, ընտրակաշառքներ, ոնց կարելի անվանել այն բանը, որ բյուջեում նախատեսված չի այդ 10,000 դրամ ավելացնելը թոշակառուներին, ու նա ավելացնում է 10,000 դրամ։ Մինչ այդ ասում էր թոշակառուները ինչ են անելու այդ 10,000 դրամով։ Ինչ կարող եմ ասել ձեզ, սիրելի ժողովուրդ։ Հայ ազգ, դիմում եմ քեզ։ Սա կինոն նոր է սկսվում։ Սա մի գրված սցենար էր ադրբեջանա-թուրքական ոհմակի կողմից, որպեսզի այս ավարտվեր, բայց սա չի ավարտվելու։ Կինոն նոր է սկսում։ Դե հիմա սպասեք, ադրբեջանա-թուրքական ոհմակի ներկայացուցիչներ, այս խայտառակ ընտրությունների համար դուք պատասխան եք տալու։ Դուք ոչ միայն հայրենիքի գող եք, դուք ձայների գող եք, հասկանում եք, դու այնքան թափթփուկ եք, թափթփուկ, որ դուս եք գալի ասում եք ազգի էլիտային, որ փողով են գնացել ընդդիմությանը ձայն տվել։ Դու այդ թափթփուկ, դու չէիր կարում Երևանի փողոցներում նորմալ ման գայիր, քո դեմ դռներ էին փակում, ով ես դու ոչնչություն, միայն մի զենք ես ադրբեջանա-թուրքական ոհմակի ձեռքում, Ալիևի ու Էրդողանի ու եվրոպորնիկների, հասկանում եք, այդ է ով եք դուք ոչնչություն եք, ու մենք հայ ազգի ներկայացուցիչներս կանգնելու ենք ձեր դեմ, դուք չեք հաղթել։ Որ 50%-ից ավելի եւ էլ ավելի իրականում դեմ է այս իշխանությանը, թրքացմանը, կողմ է արժանապատվությանը, հայրենիք ունենալու։ Ես շնորհակալ եմ հայ ազգից, կարող եմ ասել ինչի համար։ Աշխարհում չկա մի ազգ, որ այսքան տոկոս մաքրություն ունենա։ Ես իսկապես եմ ասում, ես դաշը կասկածում էի, ես մտածում էի, որ ազգի էլիտան կլինի 5, 6, 10%, բայց որ 50-ից ավել տոկոս ազգի էլիտա, ազնվությամբ դա խոսում է հայ ազգի մեծության մասին։ Սիրելի հայ ազգ, ձեռքներդ մի թուլացրեք, մենք կանգնած ենք ու պայքարելու ենք մինչև, ոնց ասեմ, մինչև հաղթանակ, չմոռանաք Նժդեի
բառերը։ Մենք առաջի հերթին պետք է հաղթենք մեր ներքին թուրքին։ Ներքին թուրքը այսօր իշխանությանը։ Մենք չենք հանձնվելու։ Մենք այս խայտառակությունից պետք է դուրս գանք։ Այս ամոթի խարանը, որ կրում ենք, մենք պետք է դուրս գանք սրա միջից։ Մենք պետք է հաղթենք։ Չընկճվեք, խնդրում եմ, կինոն նոր է սկսվում։ Ու սկսվում է այն կինոն, որ բոլորը, շատերը, հայ ազգի մեծամասնությունը, 10 միլիոն ազգի մոտավորապես 75-ից 80%-ը սպասում է սրանց պատժին ու դա լինելու է։ Իսկ այդ բնակչությանը, որոնք ձայն են տվել այս ոհմակին, կասեմ, դու գիտեք ձեզ ինչ է սպասում, ակցիզների թանկացում, արդեն հայտարարված, դու գիտեք, որ այդ 10,000 դրամը դառնալու է 10 դրամ, դուք այդքանը գիտեք, չէ, դուք չգիտեք, դուք միայն թվեր գիտեք, իսկ թե այդ թվերը ինչքան ոչնչություն են դառնում, դուք դա չգիտեք, դուք չգիտեք հələ ձեր գլխի գալիքը, հասկանում եք, ձեզ ինչ է սպասում, տնտեսությունը կհանգեցնի այն սարսափելի վիճակին, որ գյուղացին խեղճանալու է լրիվ, գյուղացին էլ գյուղմթերք չի արտադրելու, որովհետև ինքը ապրելու է վնասով Հայաստանը չունի այդ շուկան, մոտավորապես 100-ից ավելի տարի հայկական հայ գյուղացին ապրել է Ռուսաստանի շուկայի, սովետական միության շուկայի սկզբից, հետո Ռուսաստանի շուկայի հաշվին։ Ինչ եվրոպական շուկայի մասին եք դուք խոսում, դուք կարող եք ասել, դուք կարող եք մտնել եվրոպական ստանդարտների մեջ, չէ, չեք կարա, որովհետև ձեզ չեն ընդունի, 40 տարի Թուրքիան ոռնում է Եվրամիություն մտնելու համար, ինքը չի կարում մտնի, ես ինչ հեքիաթներ եք հավատում, Աստված իմ, ես ուր հասցրին ես երկիրը, ես ժողովրդին, հայ ազգ մենք հաղթելու ենք, մենք պետքա ոտքի կանգնենք, խոսքս ուղում եմ ընդդիմության լիդերներին, եթե մի քանի օր առաջ ես ձեզ խնդրում էի, հիմա ես պահանջում եմ, մենք կանգնած ենք ձեր կողքին, չհիասթափեցնեք հայ ազգին, մենք նորից եմ կրկնում կանգնած ենք ձեր կողքին, են որ ասում է մահ կամ հաղթանակ, նա սմերջ, եթե պետք է խրամատում, եթե պետք է բարիկադների դեմը, այս բառերս բառեր չեն, այս բառերը ապացուցված բառեր են իմ տեսակի կողմից, մենք ձեր կողքին ենք, ուզում եմ ասել հայ ազգին, հայ ժողովրդին, մեր տեսակը ավտորիտետներ չի ճանաչում, մեր ավտորիտետը հայ ազգն է, Հայաստան աշխարհը եւ մեր Աստվածը, հայ ազգ, Հայաստանը մի հատ է, մենք դա կորցնում ենք, մենք իրավունք չունենք հանգստանալու, մենք չենք պարտվել, մենք հաղթել ենք, մենք պայքարել ենք մի ոհմակի դեմ, որը դրել է ամենակեղտոտ մեթոդները ընտրության մեջ, վերցրած ֆինանսական կաշառքներից, այ ողորմելի, լսի քեզ ինչ եմ ասում, այդ գյուղապետերդ,
որոնք ջրել են պարտքերը մարդկանց։ Այդ դու տականք, որոնց քո կողմից խոստացել են բանկային կրեդիտների մարում, դու ամեն ինչ արել ես, որ կեղտոտվի այս ընտրությունները, որովհետև ինքդ կեղտ ես, որովհետև ինքդ ոչիլ ես, ոչիլ, վախկոտ, դու կանգնել ես Սամվել Կարապետյանին, նախագահ Քոչարյանին, Ծառուկյանին, անվանում ես, արա դու նրանց չափ կաս, դու քո կյանքումդ նրանց չափ արած ունես, այ ողորմելի, այ տականք վախկոտ, տղամարդը նայա ով դուսա գալի դեմը ու ասում է, հասկանում ես, եթե դու կարաս հիմա իրանց, առանց ախրանաների, դու իրանք էլ առանց ախրանաների, դուս գաս ասես, կասեմ տղա ես բա ոնց, այ ոչնչություն, դու ով ես, որ վիրավորում ես մարդկանց, ոտից գլուխ թաղված կոռուպցիայի մեջ, դու քեզ ընդունում են ասեմ, Արա Աբրամյանի աղբերը իր ադամանդի զավոդում աղուացով, որպիսի իր տղուտան հարցերը փակես, հասկանում ես հակակոռուպցիոն դատարանում, որպիսի են մի հեկտար հողի հարցը փակես, դու ով ես այ ոչնչություն, բայց Սամվել Կարապետյանը այդ բանը չի արել, նա հզոր է, նա կայնած դեմդ կռիվ է տալի, Գագիկ Ծառուկյանը այդ բանը չի արել, կայնած կռիվ է տալի դեմդ, Ռոբերտ Քոչարյանը այդ բանը չի արել, կանգնած կռիվ է տալի դեմդ, նույնը Թաթոյանը դեմդ կայնած կռիվ են տալի, ով ես դու այ ոչնչություն, որ դու փորձում ես մարդկանց վիրավորել, դու չկաս այդքան տականք, լավ հիշի բառերս, դու պատասխան ես տալու ամեն արածիդ համար, ամեն լումայի համար, որ դու թողել ես այս ազգի այս ժողովրդի վզին, դու պատասխան ես տալու, չեք վայլելու, հիշեք բառերս, քանի մենք կենդանի ենք, իսկ իմ տեսակից շատ կա, չեք վայլելու,